բաժանորդագրվեք մեր ալիքին եւ այս տեսանյութի տակ սեղմեք հավանել կոճակը։ Եվ այսպես Վարդան Ղուկասյանի վերաբերյալ տեսանյութերի շարքը շարունակելով պետք է հայտնենք հետևյալը, որ իր կուսակցությունը այսօր հավաքվել էր Միացյալ Նահանգների դեսպանատան առջև, պահանջում էր արդար դատավարություն Վարդան Ղուկասյանի համար եւ փորձ էին անում ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում Վարդան Ղուկասյանը ունի աջակցություն եւ իր աջակիցները հավաքվել են Ամերիկայի դեսպանատան դիմաց։ Չենք կարող ասել, թե սա կազդի կամ չի ազդի դատական գործի վրա, որովհետև տարբեր բաներ են, եթե օրինակ նա ներկայացվում է որպես բլոգեր ուղակի, միգուցե այլևս այնտեղ ներկայացվի որպես քաղաքական գործիչ, որը ունի կուսակցություն, բայց ամենայն դեպս իր գործունեությունը այնպիսին է, որ հիմնականում ինքը եթերներ էր հեռարձակում եւ իր ամբողջ այդ քրեական գործերը կապված են իր եթերների հետ։ Ամենայն դեպս այն տեղեկատվությունները, որ մենք ունենք, հենց սրա մասին են խոսում, եթե ուրիշ այլ քրեական գործեր կա, մենք դրա մասին դեռևս չգիտենք եւ որևէ մեկը չգիտի բացի իր փաստաբաններից եւ մեղադրող կողմից, իսկ իրավապահ համակարգը գիտի եւ փաստաբանները մեկ էլ Ամերիկայի դատարանը։ Ուրիշ ոչ մեկ չգիտի Վարդան Ղուկասյանին ինչի մեջ են մեղադրում, բացի իր եթերների ժամանակ հնչեցված հայհոյանքներից ու տարբեր արտահայտություններից, որոնք բաժանվել են տարբեր քրեական հոդվածների եւ ներկայացվել են Միացյալ Նահանգների դատարանին։ Հայաստանի Հանրապետությունը պահանջում է Վարդան Ղուկասյանին արտահանձնել Հայաստանի, որպեսզի Հայաստանում արդար դատավարություն իրականացվի եւ ըստ Հայաստանի Հանրապետության իրավապահների Վարդան Ղուկասյանը չխոչընդոտի դատական գործընթացներին հեռվից, այսինքն իր խափանման միջոց Հայաստանի Հանրապետությունում միանշանակ է, որ լինելու է կալանք։ Շատ ու շատ մարդիկ կան, որոնք պետքա վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն, տարբեր քրեական գործերի վերաբերյալ պետությունից ահռելի մեծ թալան է տեղի ունեցել, բայց այդ թալանողները գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Մենք շատ ուրախ կլինենք նաև տեսնել ոնց է Սերժ Սարգսյանի փեսան արտահանձնվում Հայաստանին, տարբեր մարդիկ, ովքեր որ փախել են, ծվարել են Ռուսաստանի դաշնություններում ու Հայաստանի իրավապահ համակարգին, ռուսական իրավապահները չեն հանձնում այդ մարդկանց եւ տվել են քաղաքական ապաստան։ Մենք չգիտենք ազգային անվտանգության համար առաջնահերթ ինչպիսի հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ են անհրաժեշտ, որ բերվեն Հայաստանի Հանրապետություն եւ ընթանա դատական գործընթացներ, բայց մենք գիտենք հետեւյալը, որ 3 տարի հետո Ջո Բայդենի ժամանակ չի ստացվում եւ Բայդենը գնում է գալիս է Թրամփը ու ստացվում է Թրամփի վարչակազմի հետ աշխատել եւ Վարդան Ղուկասյանին բերել դատարան։ Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը լսում են Միացյալ Նահանգների այս կառավարությունում, եթե լսում են, պետքա նաեւ գերիների հարցը բարձրաձայնել, ասել, որ եկեք օգնեք այդ մարդկանց բերենք Հայաստան։ Եկեք օգնենք խաղաղության պայմանագիր ստորագրենք եւ վերջ տանք այս խեղկատակությանը։ Ադրբեջանը արդեն չափերը անցնում է եւ պահանջներ է ներկայացնում, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար արդեն կլինի անպատվաբեր, եթե մենք դա կատարենք։ Եթե մենք կարողանում ենք Ամերիկայի իշխանությունների հետ ունենալ խոսակցություն եւ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է միգուցե այդ երկխոսության պատճառով եւ Միացյալ Նահանգների կառավարությունը, այսպես ասած, ընդառաջ է գնացել իր երկրի տարածքում գտնվող հայ ազգի ներկայացուցչին, որը Հայաստանում մեղադրվում է տարբեր քրեական գործերի մեջ, որի մի մասը մենք գիտենք, Ամերիկան ասում է թող լինի դատավարություն, մենք խնդիր չենք տեսնում ու լինում է դատավարությունը։ Անկախ ամեն ինչից Վարդան Ղուկասյանի դատավարությունը պետքա լինի օբյեկտիվ, օրինական եւ օրենքի մեջ։ Նա կճանաչվի մեղավոր, թե կճանաչվի անմեղ, դա որոշելու է միայն դատավորը եւ մենք ուղղակի կողմնակից ենք արդարադատության։ Այստեղ խոսքը ուրիշ բանի մասն է, խոսքը նրա մասն է, որ մենք կապ ունենք Ամերիկայի կառավարության հետ եւ այդ կապը պետքա օգտագործենք ավելի լուրջ գործերի համար, հանուն Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության։ Այսպես ուշադրություն Թրամփը Ալիևի ականջները ձգելու ճանապարհին է։ Միացյալ Նահանգներից հայտնում են, որ շուտ ստորագրեք խաղաղության համաձայնագիրը,
Ադրբեջանն ասում է չենք ստորագրելու մինչև Հայաստան իր սահմանադրությունը չփոխի, այնտեղ կան ինչ-որ տարրեր, որոնք Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունն ասում է մենք սահմանադրություն չենք փոխելու, որովհետև այն որևէ մեկի տարածքին աչք չի դնում, այսինքն մենք դրանով տարածք չենք ուզում, մենք կնքում ենք ձեր այդ խաղաղության պայմանագիր, որտեղ որ կա կետ, որ մենք որևէ մեկս որևէ մեկիս հետ տարածքային պահանջներ չունենք։ Այս կետով արդեն ստորագրվում եւ փակվում է ամեն ինչ։ Սա հերթական անգամ հայ ժողովրդին ստորացնելու ինչ-որ մի բան է Ադրբեջանի կողմից, որ հայ ժողովուրդը իր սահմանադրությունը փոխի Ադրբեջանի պահանջով, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, անկախ ասելով նշանակում է հետևյալը, որ որևէ մի պետության ասածով հայ ժողովուրդը չի կարող անել, եթե դա ի վնաս իրեն է, եթե դա իրեն վնասելու է, այսինքն նաև այստեղ վնասելու հեղինակության հարց կա, դարերի պատմություն ունեցող այս ազգը մի հատ ինչ-որ վայրի ցեղերի պահանջով պետքա սահմանադրություն փոխի, պետքա եսիմ ինչ անի, սա անթույլատրելի է, երբ որ եկել են Կովկասյան տարածաշրջանում, եկել են ամենահինավուրց ազգին բան են թելադրում, ամենաառաջի քրիստոնյա պետությանը բան են թելադրում եւ կարողանում են որոշ տեղերում իրանց ասածը առաջ տանել միայն մեկ պատճառով, որ հայ ժողովուրդը հիմա գտնվում է վերականգնման փուլի մեջ։ Հայաստանի Հանրապետության թե տնտեսություն, թե բանակը գտնվում է վերականգնման փուլի մեջ։ Նման պետությունները մեր նման, որոնք թույլ են, կորուստներ են ունեցել, պարտքեր ունեն արտաքին մեծ պարտքեր, չեն հասցնում ինչ-որտեղ աշխատաբարձներ տալ մարդկանց թոշակներն է քիչ, այսինքն աղքատ պետություն, որ ունի թե աղքատության խնդիր, թե ռազմաքաղաքական խնդիր իր հարևանների հետ, ներսի ու դրսի խնդիրներով լի պետություն ենք մենք։ Մեր նման պետություններին աջակցություն են ցուցաբերում մեծ պետությունները, այսինքն Իսրայել սարքեց Միացյալ Նահանգները, Վրաստան սարքեց Եվրամիությունը, այսօր որ Վրաստան ունի ներդրումներ, Վրաստանը ավելի լավ տնտեսություն ունի, քան Հայաստան, դա Եվրամիության շնորհքն է։ Հակառակ պարագայում Ռուսաստանի Դաշնությունը վրացիների հարցը ավելի շուտ կլուծեր ի օգուտ իրեն, հպատակեցնելով Վրաստանի ամբողջ ժողովրդին։ Միացյալ Նահանգների այս վարչակազմը բավականին ճիշտ է աշխատում եւ կարողանում է աշխարհում փոթորիկներ անել ի օգուտ իրեն, իհարկե պետքա շտապ դիմել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի իշխանություններին սաստելու, ստանձելու համար եւ նաեւ սառը ցնցող նրանց ենթարկելու համար։ Այլապես Ադրբեջանը ասելու կամ ստորագրում է խաղաղության պայմանագիր կամ լինում է պատերազմ։ Եթե պետքա լինի պատերազմ կամ էլ Ադրբեջանի թելադրանքները, հայ ժողովուրդը չպետքա գնա որևէ թելադրանքի։